Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում նույնատապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մենք զրուցելու ենք քաղաքագիտության դոկտոր Հռաչյա Արզումանյանի հետ։ Շնորհակալություն, որ ընդունել եք, պարոն Արզումանյան։ Այսօր հաղորդում ուզում եմ բաժանել երկու մասի։ Նախ եւ առաջ խոսենք մեր աշխարհի ներկա իրավիճակի մասին։ Երկու պատերազմ ցնցում են հիմա աշխարհը։ Մենք կարծես թե սովորել ենք նրանց գոյությանը եւ արդեն դադարել ենք ավելի քիչ ուշադրություն դարձնել։ Ես նկատի ունեմ ռուս-ուկրաինական պատերազմը եւ ամերիկա-իրանյան պատերազմը։ Վերջինս միջալոց շատերը հույս ունեին, որ դա ոնց որ թե բարեհաջող ավարտվում է այդ կամունկեն ստորագրելուց հետո, բայց ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգները կրկին սկսեցին հարվածներ տալ, իրանական կողմը Օրմուզի ներլուծում ինչ-որ օպերացիաներ սկսեց իրականացնել, եւ եթե իրանական կողմի տեսանկյունից Իրանի համար մենք կարող ենք մի քիչ ավելի մեղմ մոտենալ խնդրին, որովհետեւ վերջ-վերջում մենք չգիտենք այնտեղ իշխանության կառուցվածքը ինչպիսին է, կա ինչ-որ կենտրոն, որին անվերապահ ենթարկվում են, թե ամեն հատված ինքն է որոշումին անելիքը, ապա դժվար է գերագնահատել կամ թերագնահատել նույն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի գործունեությունը, որը մի փոքր անկանխատեսելի է, անհասկանալի։ Ձեր մեկնաբանությունները այս խնդրի շուրջ։ Բարդ է, Սիգրան, կարճ խոսել, հակը փորձենք։ Հիմնականը այն է, որ պիտի հասկանանք, որ այդ պատերազմը ասիմետրիկ է։ Ասիմետրիկ է այն առումով, որ Իրանի համար դա գոյատևական սպառնալիք է։ Երկրի եւ այլ եւ Միացյալ Նահանգները Իսրայելի հետ հրապարակորեն հայտարարել են, որ այս նպատակն է ռեժիմը փոխել, երկիրը փոխել եւ այլ եւ այլ։ Իրանք հասկանում են, որ ուրիշ ելք չունեն, որպես պետություն, որպես իշխանություն, եւ այն եւ որ Միացյալ Նահանգները անցել է ռմբակոծման եւ ռմբակոծում է նաեւ ասենք քաղաքացիական ենթակառուցվածքները, բերել է նրան, որ հասարակությունն էլ հասկացել, որ ելք չկա։ Եվ դրա համար դու պիտի պայքարի մեջ մտնես, ինչքան էլ չես սիրում քեզ իշխանությունները, չես ընդունում այս իշխանությունը, այս պահին դու պիտի այդ հարցերը գրաղ դնես, այդ պատերազմի մեջ կանգնում ես իշխանության կողմին, իրենց համար տարօրինակ է, բայց այդպես է ստացվում։ Դες Իրանի կողմին կարելի է հասկանալ։ Միացյալ Նահանգներին, ճիշտ ես ասում, շատ անկախատեսելի է եւ այնտեղ անձնական է ստացվում։ Մենք այստեղ ունենք խնդիրներ Թրամփի անձնական ներքին հոգեբանական, ասեմ, երևի խնդիրների հետ։ Թրամփը չի ուզում ընդունել, որ ինքը պարտվել է, որ ինքը սխալ արել, որ մտել է այս պատերազմի մեջ։ Եվ Թրամփը պատրաստ չի ընդունել, որ ինքը պարտվել է եւ պարտված դուրս գա պատերազմի։ Ինքը ուզում է հասնել այն պահին, որ ասում է ես հաղթել եմ, ես դուրս եմ եկել իմ կանոններով եւ այլ եւ այլ։ Բայց այդ կանոնները ինքը չի կարող հաղթի։ Այս պատերազմում Միացյալ Նահանգները հաղթել չեն կարող, որտեղ իրանք մտել են պատերազմի մեջ չձևավորելով իրենց նպատակները, քաղաքական նպատակները, ավելի շուտ ձևավորել են որպես Իրանի ոչնչացում։ Բայց այդ նպատակի հասնել անհնար է։ Իրանը այն երկիրը չի, այն չափի երկիր չի, 92 միլիոն մարդ հասարակություն, որ դու կարող ես ասել, որ ես քեզ ոչնչացնում եմ, դա չի ստացվել։ Եվ այստեղ խնդրեմ է առաջանում։ Մի կողմից պետական, ազգային, գոյատևական խնդիրներ, որը ստիպում են Իրանին հավաքվել։ Եվ Թրամփը մտնելով պատերազմի մեջ Իրանին տվել է շատ մեծ լծակ։ Իրանին տվել է հնարավորություն Հորմուզի առանցքը վերցնել իր վերահսկողության տակ։ Եվ դա այնքան հզոր լծակ է, որը Իրանը ուզում է եւ օգտագործում է հիմա, եւ ինքը չի ուզում եւ չի ուզում այդ լծակը ձեռքերից տա, ինքը կպահի այդ լծակը։ Եվ ստացվում է Միացյալ Նահանգները սկսելով պատերազմ Իրանի քաշը, տեղը եւ դերը աշխարհակաղակական ասպարեզում բարձրացրել են։ Եվ այսօր պատերազմը գնում է Իրանի կողմից այդ լծակները իրար ձեռքի տակ պահելու համար։ Օրմուզյան առանցքը մենք ենք պահելու Օմանի հետ, ոչ մի Միացյալ Նահանգներ, ոչ մի միջազգային կառույցներ, այդ ստորագրած մեմորանդումի 5-րդ կետն է, որտեղ այդ ամենը ձևավորված է։ Բայց Թրամփը համաձայնելով, որ պիտի գնա այդ քայլին, որ ինքը որպես ինքը ունի հիանալի ինտուիցիա,
որպես քաղաքական գործիչ, ինքը հասկացել որ այստեղից պիտի դուրս գա, ելք չկա, պիտի դուրս գաս, եթե չես ուզում որ ամեն ինչ պալվի։ Ինքը փորձում է դուրս գալ ստորագրել այդ մեմորանդումը, բայց դուրս գալուց հետո իր մոտ այդ երևի այդ հոգեբանականն է աշխատում, բայց ես չեմ կարող պարտվեմ։ Եվ ինքը փորձում է նորից ինչ որ ելքեր գտնել, որ ռազմական գործողությունների միջոցով այդ խաղակարգը փոխի։ Բայց այդ խաղակարգը փոխել անհնար է, եթե դու չես մեծացնում պատերազմի ծավալը։ Բայց ոնց մեծացնես պատերազմի ծավալը Միացյալ Նահանգների Իսրայելի կողմից ինձ համար անհասկանալի է, որտեղ ոչ Միացյալ Նահանգները, ոչ մանավանդ Իսրայելը ունի այն հզորությունը ռազմական, որը կարող է իրական փոխի այդ ռազմական գործողությունների ձևը, ոճը եւ այլն։ Ես չեմ տեսնում նման լուծումներ, որովհետեւ ֆանտաստիկայի մեջ եք մտնում, պատերազմի ձևը մոտեցումները կարող է փոխի, եթե ասենք Թուրքիան մտնում է պատերազմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ միասին հարձակվում են Իրանի վրա, այդ ժամանակ կարելի է մտածել, որ ինչ որ լուծումներ ուրիշ կարող են տեղ ունենալ, բայց այն լուծումները, այն լծակները, որն է Միացյալ Նահանգները Իսրայելը, իրան թույլ չեն տալիս օպերատիվ մակարդակից բարձրանալ ռազմավարական մակարդակ եւ ստանալ ռազմավարական մակարդակի վրա ուրիշ լուծումներ ստանալ ռազմական գործողություններով։ Դու պարտավոր ես անցնել դիվանագիտական լուծումների, քաղաքական լուծումների, ոչ թե ռազմական, եւ այստեղ Միացյալ Նահանգների Թրամփի թիմը ուղղակի պատրաստ չէ լեզվին։ Որտեղ Թրամփը դիվանագիտական ոլորտում չի կարողանում աշխատի։ Այն մեմորանդումը, որը ստորագրել է, խայտարակ ձևի ձևավորված է, որտեղ ձևավորման մեջ ոչ թե դիվանագետներն են մասնակցել, բայց մասնակցել են երկու կոմերսանտները, որը ուրիշ ոչ ունեն, ուրիշ մոտեցումներ ունեն, որը դիվանագիտության մեջ չի աշխատում։ Իսկ դիվանագետներն հեռացրել են, քաղաքական գործիչներին հեռացրել են, անվտանգությունով զբաղվող հեռացրել են, Կուշներն, Վիտկովն, ամնացվածներն են։ Այդ մակարդակի վրա գործական այդ բիզնես մոտեցումների վրա այդ խնդրը լուծում չունի։ Դրա համար փակուղի է ստացվում։ Ձեզ տարօրինակ չի թվում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ ինստիտուտները այդքան զարգացած են, հստակ են, հաստատված են տասնամյակների վեր, դարերով կարելի ասել, այդպիսի իրավիճակ է ստեղծվում, որ մեկ մարդու հոգեբանական վիճակ կարող է ազդել պատերազմի կամ խաղաղության վրա։ Չեմ ուզում խորացած լինեմ, ես այդ խնդրին Թրամփին նայում եմ ոչ թե որպես խնդրեմ, բայց որպես խնդրի ախտորիչ, то есть ինդիկատոր է խնդրի, то есть խնդրը Թրամփը չէ, նշանակում է Միացյալ Նահանգների հասարակությունը, հաստատությունները, պետական, քաղաքական ունեն խորքային խնդիրներ։ Այդ խորքային խնդիրների արտացոլումը դա Թրամփի վարկն է եւ Թրամփի երկրորդ անգամը գալ իշխանությանն է։ То есть Միացյալ Նահանգների հաստատությունների մեջ կա ինչ-որ թերություն, որը հնարավորություն է տալիս միանձնավորության ավտորիտար մոտեցումներով փորձել տապալել Միացյալ Նահանգներին որպես պետություն, ժողովրդավարական պետություն։ Դա մտահոգիչ է եւ այդ արդեն Միացյալ Նահանգների այդ ուրիշ խոսակցություն է սկսում եւ այդտեղ լուծում չկա։ Ուղղակի մենք պետք է կոնստատացնենք, որ Միացյալ Նահանգների հասարակությունը առնվազն երկու կիսված է, բաժանված է երկու կամասի, մեկը մագան, ասենք ճակետները, որը Թրամփի արտահայտությունը եւ ավանդական, այդպես ասենք, Միացյալ Նահանգների հասարակությունը, որը 250 տարի կառուցում էր այդ հանրապետությունը։ Եվ հիմա ով կհաղթի եւ ոնց կզարգանա, այդ ուրիշ խոսակցություն է, մեծ խոսակցություն է, բայց ուղղակի պետք է կոնստատացնենք, որ Հայաստանի համար դա խիստ կարևոր է, որովհետեւ Հայաստանի անվտանգության երաշխիքներից մեկը մենք հրավիրել ենք Միացյալ Նահանգներին, հրավիրել ենք Թրամփին։ Բայց մենք ես ողջունում եմ Թրամփի գալը, Միացյալ Նահանգների գալ, ես պատկերացնում եմ Միացյալ Նահանգներ, բայց այսօր Միացյալ Նահանգները լրիվ ուրիշ իրականություն է։ Մի իրականություն է, որը գործում է Կորեայի հետ, Պուտինի հետ, Սի Ցզինպինի հետ, որը Եվրոպային կարելի ասել ձևավորում է որպես թշնամի, որը պիտի փոխվի։ Այդ իրականության հետ ոնց աշխատել, ես չգիտեմ։ Երեք եմ կարդացել նորությունները պոլիտիկայում, որ Պետելը բանի FBI-ի ղեկավարը գնում է Մոսկվա հանդիպել սովետական միություն, ասեցի, Ռուսաստանի Դաշնության համապատասխան հաստատությունների հետ։ Պետելը գնում է Պուտինի FSB-ի հետ հանդիպմանը։
Ես պատրաստ չեմ դեռ այսօր հասկանալ նման Միացյալ Նահանգների հետ մենք ոնց պետք է կառուցենք մեր հարաբերությունները եւ արդյոք դա կվերջանա 3 տարուց հետո։ Այդ մեծ խնդիրները, որի շուրջ մենք որպես հայություն պիտի սկսենք մտածել։ Խնդիրը այդ ուժեղանում է նաեւ տրիպի նախագծով եւ այստեղ մի քանի սցենար է հնարավոր, որովհետեւ Իրանի հետ պատերազմը բավականին թույլատրեց Տրամպի դիրքերը եւ հիմա խոսում են շատերը այն մասին, որ նոյեմբերին թե օկտեմբերին այնտեղ primary-սում Տրամպը կարող է պարտվել եւ դա կնշանակի որոշակի փոփոխություններ, բայց քանի որ այս նախագիծը ես չեմ կարծում, որ այսպես խորը մշակված նախագիծ էր Ամերիկայի Միացյալ Նահանգների, ասենք, համապատասխան ինստիտուտների կողմից եւ այլն, ես սա ավելի շատ այսպես Տրամպի էմոցիոնալ եւ իր ասենք խաղաղության Նոբելյան մրցանակի ճանապարհին եւս մեկ քայլ էր արված եւ չնայած որ վերջերս այդ ուղղությամբ Տրամպը քայլեր անում է, ես նկատի ունեմ Սակալովի նշանակումը, որոշակի արդեն ֆոնդ է ձևավորված եւ այլն, միևնույնն է մեզ համար այստեղ կան բավականին լուրջ մտածելու խնդիրներ, ինչ կլինի, եթե հանկարծ Տրամպը ուրեմն այդ primary ժամանակ պարտվի։ Այստեղ ավելի խորքայնացավ, սրտի միայն էմոցիոնալ չէ իմ կարծիքով, ես տեսնում եմ էմոցիոնալ այդ ընդունում եմ, բայց բացի դրանից Տրամպի ոճը աշխատելու բիզնեսի ոճը այսօր գործարք կառուցել, այդ ինքը տրիպի վերաբերում է որպես գործարքի, որպես բիզնեսի, ինքը վերաբերմունքը բիզնեսն է, բայց մենք դրա մասին շատ ենք խոսել, մեզ համար դա բիզնես չէ։ Մեզ դա համար ինքնիշխանության, անվտանգության խնդիր է, բայց ոչ հայկական կողմը մենք հիշում ենք շատ է խոսել դրա մասին, հայկական կողմը ասեն պիտի ամբողջական մոտենա, մենք պիտի այդ փաթեթի մեջ մոտեցնենք եւ բիզնեսը, եւ ինքնիշխանությունը, եւ անվտանգությունը, եւ լուծումը տակ ամբողջականության մեջ հայկական կողմը չկարողացավ նման մոտեցում ձևավորի, ուղղակի ստորագրության մակարդակի վրա ստորագրել են հայտարարություն, հիմա Սոկալովը են բերել ճակետները որպես բիզնեսմեն, որը պիտի հայկական կողմը չի ցուցաբերում նման մոտեցում եւ հիմնական խնդիրները այստեղ այն է որ Իրանը երբ միջև պատերազմը ասում է որ ինքը դեմ չի դուրս չի գալիս որ Միացյալ Նահանգները մտնում են մեր տարածաշրջան, բայց երբ Իրանը հնարավորությունը եւ դիրքերը ամրացրել է ինքը բարձրացրել է իր մակարդակ ուրիշ մակարդակի վրա, ինքը արդեն ասել է որ ինքը չի ուզում տեսնել այստեղ Միացյալ Նահանգներին։ Պետք է կասեցնել այդ պրոյեկտները։ Եվ այստեղ ես ավելի շուտ կսառեցնեի այդ մոտեցումները հիմա 2-3 տարով մինչև չհասկանանք Միացյալ Նահանգները ով են եւ ինչ է Միացյալ Նահանգները։ Ես մի քիչ ոտս կձգեի, կսպասեմ մի քիչ։ Այսօր որ ինքը Միացյալ Նահանգների հետ քաշվի նայել։ Ոչ, ավելի խնդրեմ մեծ Տիգրան, ես չգիտեմ, իրանք էլ չգիտեն ինչ է լինելու Միացյալ Նահանգները 3 տարուց հետո։ Միացյալ Նահանգները փոփոխությունների մեջ են։ Այդ փոփոխությունները ինչի կբերեն Միացյալ Նահանգները ճակետներում ուշքի կգա եւ նորից կդառնա սահմանադրական հանրապետություն, թե կդառնա կայսրություն, որտեղ Տրամպը ստանում է ուղղակի կեյսարի հնարավորություններ եւ այլ հիմա Ռուսաստանի կայսրության տակից դուրս գալ գնալ Միացյալ Նահանգների կայսրության հետ ձևավորել իրանց ենթարկվել ինձ համար դա անընդունելի է ճակետներում եմ ասում, հա։ Բայց կարծես թե այդ շփումները հենց դրա մասին են խոսում, որ խոսում են եւ ամրապնդել իր դիրքերը։ Ինքը ուզում է անդրապնդի, բայց ես չգիտեմ ինչ է լինելու Միացյալ Նահանգներում, ինչ է լինելու Իրանում, ինչ է լինելու մեր տարածաշրջանում, եւ այստեղ այս վիճակում ես չեմ արագացնի մեր գործողությունները։ Շարունակեք այն ոչի մեջ, այն ընդունեք այն ինչը մենք այսօր ունենք։ Մի քիչ թող կողմնորոշի Միացյալ Նահանգները հասկանաք Իրանը այս պատերազմից ոնց է դուրս գալիս, Իսրայելը ոնց է դուրս գալիս, արաբական երկրները ոնց են դուրս գալիս, Սաուդյան Արաբիան ուժային կենտրոն եւ ամեն ինչ փոխվում է հիմա Տիգրան։ Այդ փոփոխող երկրում շուտ ստորագրել անհասկանալով, չձևավորելով քո ինքնիշխանության խնդիրները, անվտանգության խնդիրները, ինձ համար դա անընդունելի ռիսկ է առաջանում։ Ես կսպասեի հիմա, որտեվ այնինչ այսօր ստորագրվել է, շատ շուտ է փույթ տենց, որ Սոկոլոկը եկել է, մենք մեր բիզնեսը սկսում ենք։ Տրամպի համար դա բիզնես է, հայ ազգի համար, Հայաստանի համար դա բիզնես չի։
դա գոյաբանական եւ գոյատևական սպառնալիքներ է, ռիսկեր եւ հնարավորություններ է, բայց Տրամպը պատրաստ չէ լեզվով խոսել։ Հիմա մի փոքր մոտենանք նաեւ Տրամպի այս վերջին հայտարարություններին, երբ ինքը խոսում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրությունների խոցելիությունների մասին։ Սա ըստ երևույթին կանոնները փոխելու ինչ որ նախագիծ է այդ պրայմերիսից առաջ։ Չէ, ցավոք սրտի իմ կարծիքով ավելի խորքային պրոբլեմատիկ դրան։ Իրար կողմից, իրար թիմի կողմից եւ Տրամպի կողմից ոչ թե օրենքները փոփոխությունները, պրոցեդուրաների փոխելն է, Տրամպը դրել էր առաջ նպատակ հարցի տակ դնել ընտրության համակարգը։ Որից ընտրության համակարգը ճիշտ չի աշխատում, սխալներով աշխատում, դրա համար արդյունքները, որը ինքը սպասում է նոյեմբերում, այդ արդյունքները պետք չէ ընդունել։ Տրամպը ստեղծում այդպիսի մթնոլորտ, իմ կարծիքով, որտեղ ինքը հարցի տակ կդնի ընտրությունների արդյունքը։ Եվ հետո, իմ կարծիքով, շատ մեծ հավանականություն կա, որ Միացյալ Նահանգները կմտնեն մի պերիոդի մեջ, որտեղ կլինի անկայուն վիճակ։ Եվ Տրամպը հարցի տակ կդնի ընտրությունները, հաղթողները կփորձեն հաղթահարել այդ հարցերը կգնան կոնգրես, կգնան դատական համակարգ եւ Միացյալ Նահանգները բավականին մի կես տարի առնվազն կլինեն անկայուն վիճակում, որտեղ անհասկանալի է լինելու ով է հաղթել, ինչի են հասել եւ կստեղծվի երևի կասեմ գորժ զոնա Միացյալ Նահանգներում գորժ զոնա, որտեղ անհասկանալի է ով ղեկավարում եւ Տրամպի ոչին դա համապատասխանում է։ Տրամպի համար դա իդեալական է, որտեղ անհասկանալի է ով է, ես եմ եւ ես եմ որոշումներ ընդունում։ Ես եմ իմ լծակներով աշխատում, երբ ինքը փաստորեն կարող է հարցի տակ դնել եւ պարալիզացնել ընտրությունների արդյունքները կոնգրեսը, մինչեւ կոնգրեսը տակից դուրս կա հասկանա ոնց է հաղթարում պրոցեդուրաներով, այդ կես տարի կարող է ձգտվի առնվազն։ Այդ շատ վտանգավոր պերիոդ ալնելով, որի մենք պիտի պատրաստվենք։ То есть այստեղ Տրամպը ավելի խորքային խնդիրներ է իմ կարծիքով լուծում, բայց այդ խորքային խնդիրների լուծման ձևը խիստ կասկածի տակ է դնում եւ Միացյալ Նահանգների հաստատությունների հետագա կայունությունը հարցած է։ Դենք ընտրությունների հարցն է դնում հարցի տակ, դրանով ինքը տապալում է այդ հաստատությունները, թույլատնում է։ Եվ այդ թույլատումը նորից ստացվում է, որ Միացյալ Նահանգները թույլանալու են։ Եվ նման Միացյալ Նահանգների մենք պիտի պատրաստենք խոսալու թույլացած Միացյալ Նահանգները նյարդայության մեջ մտած մենք ունենք Ռուսաստանի Դաշնության հետ նման հարաբերություններ, հա, ասենք եւ իրանք են նյարդային եւ պետք է հաշվարկես, փաստորեն մենք Միացյալ Նահանգների ստանալով ենք մոտորապես նույն վիճակը։ То есть մենք հրավիրել ենք Միացյալ Նահանգները Հայաստանի կայունությունը բարձրացնելու համար, անվտանգությունը բարձրացնելու համար, բայց բերելու է կարելի մեծ խնդիր։ Իրականում մենք չենք հրավիրել, իրականում մեզ են հրավիրել։ Իրականում ես մտածում եմ մենք ստանում ենք հնարավորություն։ Այո։ Բայց այդ հնարավորությունը արդեն մեր կողմից հաշվարկված չի, էլի չի նախատեսված։ Ուղղակի մենք որպես հասարակություն ազգ ես մտածում եմ ինչ որ հնարավորություններ են ձևավորվում դուրս գալ այդ 2020-23 թվականի պատերազմի հետևանքներից հետո դուրս գալ այդ վիճակից փակուղուններից, բայց փաստորեն լուծումների տեղ մենք կարող ստանանք ավելի մեծ խնդիրներ եք բերել Հայաստան։ Այո։ Հիմա անցնենք Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմին, որը որ վերջերս մենք տեսնում ենք, որ ուկրաինական դրոնների հարձակումը ուղղակի անակնկալի բերեց ռուս հասարակությանը, որ իրականում ամեն ինչ էլ ինչ որ անկյունում կատարվող պատերազմ չէ սահմանի վրա, դա սկսեցին զգալ այդ դրոնների հարձակումները, նավթամթերքների բազաների ենթակառուցվածքները, բենզինի բացակայությունը զգաց ամեն մի Ռուսաստանի քաղաքացի։ Եվ այս իրավիճակի մեջ կարծես թե ակտիվացել են Ռուսաստանի կողմից միջուկային զենքի, տակտիկական միջուկային զենք օգտագործելու քննարկումները կամ սպառնալիքները միշտ եղել են ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Արդյոք հնարավոր է, որ մենք անցնում ենք հաջորդ քայլին, երբ որ այդ սպառնալիքները սկսելու են
իրականացվել։ Մեծ հարցացի գրան, հա, առաջինը ինչ է կատարում հիմա ուկրաինական, ռուս-ուկրաինական պատերազմում, մինչև այդ բոլորը համոզված են, որ ժամանակը աշխատում է Ռուսաստանի օգտին, ինչքան պատերազմ շարունակում է, այնքան Ուկրաինան թուլանում, այնքան Ռուսաստանը կարողացել է կոգնիտիվ պատերազմի դաշտում այդպես տպավորություն եւ այդ մոտեցումը ստեղծել աշխարհում, որ պատերազմը ինչքան ձգվում է, այնքան Ռուսաստանը հզորանում է։ Այս օրերին, այս ամիսվա մեջ Ուկրաինան ջարդեց այդ մոտեցումը եւ ցույց տվեց, որ չէ, պատերազմը ինձ համար է աշխատում։ Երբ ինքը կարողացել է ռազմական ոլորտում անտնել ոչ թե միայն տակտիկական մակարդակի, ոչ թե միայն ռազմավարական խորքային հարձակումների, նաև օպերատիվ մինչև 100 կիլոմետր խորությամբ հարվածներ հասցնել, այդ հնարավորությունները ստացել է եւ դրանով պարալիզացրել է Ռուսաստանի ճակատը, ֆրոնտը, որ ինքը ունեն։ Ինքը ստացել է ոչ թե տակտիկական առավելություն, օպերատիվ առավելություն, բայց ռազմավարական։ Եվ ուկրաինական կողմը ստացել է հնարավորություն ռազմավարական առավելություն ստանալու։ Եվ այդ հնարավորություն առավելությունները ստանել ջարդել այդ բոլոր մոտեցումները։ Այնքան է ջարդել, որ Թրամփը, որը սիրում է հաղթողների կողմին կանգնել, ֆուտբոլային հիշում եք վերջինը ոնց ինքը միանգամից եկել է Զելենսկուն կողքին է կանգնել արդեն ՆԱՏՕ-ի սամիտում, որ Զելենսկիի մոտ եմ ես, ոչ թե Պուտինին, որտեղ Զելենսկին է հաղթում, Ուկրաինան է հաղթում։ Դες Թրամփը դառնում է ինդիկատոր, որ Ուկրաինան հաջողակ է այսօր։ Եվ այդ հաջողակը բերում է նրան, ինչ անում է միշտ Ռուսաստանը, երբ ինքը ստանում է այդքան դժվար վիճակ, ինքը հիշում է, վերահիշում է, որ ունի միջուկային զենք։ Ինքը դա հիանալի աշխատացնում է այս բոլոր 5 տարվա ընթացքում, պատերազմի ժամանակ եւ Ռուսաստանի վիճակը վատանում է, ինքը միշտ սկսում էր հիշել, որ ինքը ունի միջուկային զենք եւ դա այդ սպառնալիքը կարելի է ասել ցավոք սրտի ինձ համար լավ աշխատում էր։ Որտեղ արևմուտքը կասեցնում էր մեծ լուրջ զենք տրամադրել Ուկրաինային, որ չհասնի միջուկային պատերազմի։ Ուղղակի պետք է հասկանալ, որ միանգամից միջուկային զենք օգտագործելը դժվար է, որտեղ այդտեղ կարելի է մի քանի աստիճան ձևավորել, առնվազն ասենք 3 աստիճան ձևավորել։ Առաջի աստիճանը եւ դա ռետորիկական, տեղեկատվական դաշտում ինչ որ հայտարարություններ է տեղի ունենում։ Երկրորդ մակարդակ, այդ մակարդակի վրա Ռուսաստանը միշտ աշխատել է, փոխել են իրանց դոկտրինը, միջուկային դոկտրինը, որը հնարավորություն է տալիս կիրառել միջուկային զենքը երկրի նկատմամբ, որը ագրեսիա է գործում ուրիշ երկրի հետ, որը միջուկային զենք ունի, բայց դա եղել է խոսակցություն տեղեկատվական դաշտում։ Երկրորդ մակարդակը կարելի է ձևավորել դիվանագիտական դաշտում արդեն, եւ դիվանագիտական ոլորտում, ասպարեզում նման սպառնալիքները ձևավորում են։ Եվ այս վերջի ժամանակ Ուկրաինան ՆԱՏՕ-ի սամիտի ժամանակ խոսել է, Ուկրաինան հայտարարել է, որ ինքը ունի տեղեկատվականություն, որ Չինաստանը դիվանագիտական կանալներով հասցրել է Ռուսաստանին, որ ինքը չմտածի, որ կարող է միջուկային զենք օգտագործի։ Այսինքն եղել է ինչ-որ քննարկումներ եւ չինական կողմը բարձր աստիճանի դիվանագետները փաստորեն ասել են, որ այո, մենք տեղեկացրել ենք Ռուսաստանին դիվանագիտական կանալներով, որ երբեք չմտածեն դրա մասին։ То есть այս անգամ արդեն անցել է երկրորդ աստիճանի առաջին նմուշներ, ինդիկատորներ, որ խնդրեմ ավելի խորացել է։ Բայց կա երրորդը, եթե դու իրոք սկսում ես մտադիր ես կիրառես միջուկային զենք այդքան հեշտ չէ որ հանես եւ կիրառես, այնտեղ կան պրոցեդուրաներ, ոնց ես դու հանում, ոնց ես Պահեստանոցից հանում, այդ թիմերը ոնց են այդ զենքը վերցնում, հասնում մինչև այն դիրքերը, որտեղ պիտի կիրառվի, դա բավականին լուրջ մտածված մեթոդիկաներ են սառը պատերազմի ժամանակ, այդ ամեն ինչ մշակված, վաղուց մինչև ավտոմատիզմի հասցրած են։ Դա նաև մոնիտորինգ է արվում մյուսների կողմից։ Եվ դու այդ ամեն ինչ անում ես, տակա հիմա գլոբալ մոնիտորինգի հնարավորություն կա, արևմուտքի հետախուզությունը միանգամից տեսնելու է, որ այդ գործողությունները տեղի են ունենում, որ Պահեստանոցից ճակետներում գործողություններ ա սկսել, այստեղից էս մեկն ա, նրանք են միացել, էս մեկն ա, դիրքերն են պատրաստում։ Այդ ամեն ինչը վերևից արբանյակներից այդ ամեն ինչը նայվում է եւ կբացահայտվի, դու դա հիմա չես կարող անել թաքցնված։ Եվ ի սկզբանե դա կառուցված է այնպես, որ թաքցնված չլինի։ Այդ ժամանակ արդեն կարելի է մտածել, որ գալիս է այն սպառնալիքին, այն
նշանաձողին, որտեղ միջուկային զենքի կիրառումը դառնում է իրական սպառնալիք։ Փառքաստու միջև այդ մակարդակին դեռ չենք հասել եւ երբ սկսենք հասնել այդ ժամանակ կարելի է սկսել մտածել լուրջ, որ այդ խնդիրները կասեցնել, բայց իմ կարծիքով դրան չեք հասնելու, որովհետև դա շատ լուրջ է եւ ասենք արդեն 70 թվականներին Rand Corporation-ը հաշվարկներ է արել, եթե այն պատերազմը, որը մենք տեսնում ենք Ուկրաինայում, Ուկրաինայի տարածքում նման ռազմական գործողություններ գնան, այն ժամանակ հաշվարկել են, որ մի հատ տակտիկական միջուկային զենք կիրառելը ոչ մի էֆեկտ չի տալիս։ Դու առնվազն 70-80 հատ հարված պիտի հասցնես ամնակիչը, բայց հիմնական որ ուզում ես իրոք արդյունքի ստանաս, մինչև 200-300 տակտիկական միջուկային զենք պիտի օգտագործես, որ հասնես ռազմական հետևանքներին։ То есть միջուկային զենքը այստեղ ոչ թե ռազմական գործիք է ստացվում Տիգրան, ավելի շուտ դառնում է քաղաքական գործոն եւ դիվանագիտական գործոն, ոչ թե ռազմական գործոն։ Եվ այստեղ նորից եմ կրկնում Չինաստանը խիստ արգելել է եւ թե Ռուսաստանը կարող է ճակետներում հաշվի չառնել արևմուտքի կարծիքը, ինքը հնարավորություն չունի Չինաստանի կարծիքը հաշվի չառնել, որովհետև պատերազմը կարողանում ավարել միայն ու միայն Չինաստանի օգնության, ինքը եթե Չինաստանը կասեցնի աջակցությունը, Ռուսաստանը միայն քանից ճակետներում տապալվում է։ Ըստ էության Չինաստանին ձեռք է տալիս այդ պատերազմը, կարծում եմ, մի տարբերություն Իրանի պատերազմի, Իրանին էլ է ձեռք տալիս։ Իրանի պատերազմը նույնձևի Չինաստանի ձեռք է տալիս, որովհետև Միացյալ Նահանգները, Իսրայելը խառնված են Միրզաուր արևելքով եւ Միացյալ Նահանգները հնարավորություն չունի զբաղվել Չինաստանով եւ այն փաշարները զենքի խիստ կարեւոր փաշարը ինքը հիմա գործում է եւ սպառնում է Միրզաուր արևելքում ոչ թե Չինաստանի կողքին է կուտակում այդ հնարավորությունները։ Դրա համար Չինաստանը համար ձեռք է տալիս այս երկու պատերազմը շարունակեն ինչքան կարելի է երկար, բայց չանցեն ինչ որ նշանաձողներ չդառնան միջազգային մեծ։ Այդ դեպքում նավթը չէ որ Չինաստանը մեծ քանակությամբ նավթ էր այդ։ Այո, բայց Չինաստանը խելոք է, ինքը երևի կանխատեսել է ռազմավարական մակարդակում հաշվարկել է արել, եւ Չինաստանի ռազմավարական պաշարները երեքում են 10 տարի ինքը կարող է այս ամենի մեջ դիմանա, սպասի եւ տեսնի ինչ է հասնելու։ Միացյալ Նահանգները այս նոյեմբերին արդեն խնդիրներին հասնալու, Եվրոպան ավելի շուտ է հասնելու խնդրին, Ճապոնիան, Հարավային Կորեան, Միացյալ Նահանգների դաշնակիցները ավելի շուտ են հասնելու այս խնդիրներին։ Իրանի հարվածումները Սաուդյան Արաբիայի մոնարխիաների նավթային եւ գազային ենթակառուցվածքների վրա, որը ինքը անում է, ավելի մեծ վնաս են հասցնելու, ավելի մեծ ցավ են հասցնելու Միացյալ Նահանգների դաշնակիցներին, քան թե Չինաստանին։ Իրանք ավելի շուտ են բողոքելու եւ փորձելու կանգնեցնել այդ ամենը, մենք տեսնում ենք։ Դրա համար Չինաստանը եւ Ռուսաստանը հիացած են այս իրանական պատերազմով, որովհետեւ իրանց համար դա Ռուսաստանի համար դա փրկում է կարելի ասել։ Դա ինչ որտեղ նաեւ մեզ է փրկում, բայց Հայաստանի հետ կապված իրադարձություններին եկեք անդրադառնանք գովազդային ընդմիջումից հետո։ Սիրելի բարեկամներ, գովազդը եթերում մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։
ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Մենք շարունակում ենք մեր զրույցը քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանի հետ եւ ուզում եմ այս հատվածը սկսել ձեզնից բերված երկու ցիտատներով։ Դուք գրում եք 2026 թվականին անցնել անհամեմատ ավելի մասշտաբային ու բարդ խնդրի էմերջենտ դարաշրջանում հայկական քաղաքացիության տնտեսական հիմքերի եւ ֆրեյմի ձևավորմանը։ Եվ նաև ասում եք, որ 21-րդ դարում կզարգանան միայն այն ժողովուրդները, որոնք կարողանան ձևակերպել իրենց առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները, այդ թվում նաև քաղաքակրթական։ Ինչ նկատի ունեք, եկեք մեկնաբանենք մեր հեռուստադիտողների համար։ Դա այդ մեծ թեմա է, Տիգրան, փորձենք սկսել դրա մասին խոսել, բայց դա շատ մեծ թեմա է, որով ես վաղուց եմ զբաղվում, բայց վերջերս ոնց սկսենք։ Այն խնդիրները, որի առջև կանգնած է Հայաստանը եւ հայ ազգը, երբ փորձել ենք ես փորձել եմ որպես գիտնական հասկանալ ինչ մակարդակի վրա, ես հասկացել եմ, որ հիմնական խնդրեմը դե ճիշտ ընտրել է մակարդակը, որի վրա խնդիրները ձևավորվել են։ Եվ երբ մենք տեսնում ենք ինչ է կատարում Հայաստանի շուրջ մեր տարածաշրջանում աշխարհում, դու հասկանում ես, որ աշխարհն է փոխվում։ Մեծ փոփոխություններ է գնում, այդպես կոչված էմերջենտ դարաշրջան ասկսել կամ նորունակ դարաշրջան ասկսել, որը բերում է նրան, որ ամեն ինչ փոխվում է, Տիգրան։ Փոխում է ոնց է տնտեսությունը աշխատում, փոխվում է հասարակությունները, փոխում է քաղաքական համակարգերը, ոնց է քաղաքականությունը աշխատում, փոխում է իշխանությունը, ոնց է ձևավորվում իշխանությունը, կիրառում իշխանությունը։ Այդ փոփոխությունների մեջ դու պարտավոր ես հասկանաս քո խնդիրները այդ մեծ մակարդակի վրա։ Եվ դա մեծ խնդրեմ է ստացվում։ Դու արդեն այդ ճոխությունը չունես, Հայաստանը ձևավորես որպես փոքր պետություն, որը ունի իր փոքր հնարավորությունները, այդ փոքր հնարավորություններով փորձում է գտնել իր տեղը մեծ աշխարհում։ Դու հասկանում ես, որ այդ մեծ աշխարհը մեծ փոփոխությունների մեջ է։ Եվ դու պետք է հասկանաս քո տեղը այդ փոփոխող աշխարհում, էմերջենտ աշխարհում։ Այդ առաջինը։ Երկրորդը ինձ համար այդ թեման դարձել է ակտուալ 2020-23 թվականի մեր երկրորդ Արցախյան արշավից հետո, երբ ես որպես գիտնական պատրաստում էի պատերազմի փոքր Ադրբեջանի դեմ, 10 միլիոնոց Ադրբեջանի դեմ, բայց մտել են պատերազմ Ռուսաստանի, Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի ուժային կենտրոնների դեմ, դա ինձ համար ինդիկատոր էր, որ ես չեմ հասկանում Հայաստանի տեղը ու դերը նշանակությունը աշխարհում։ Ես մտածում եմ ինքան մեծ չենք, բայց եթե այդքան հզոր ուժային կենտրոններ միավորվում են, ալյանս են կառուցում քո դեմ պատերազմ են սկսում, դա նշանակում է դու քո տեղը լավ չես հասկանում։ Դու լավ չես գնահատում ով ես դու այս ձևավորվող աշխարհում։
Ես փորձել եմ հասկանալ ինչ մակարդակի է տեղի ունենում այդ process-ները, ես տեսել եմ, որ աշխարհում ձևավորում է քաղաքակրթական հարթակը, քաղաքակրթական պարադիգման։ Մեծ ուժային կենտրոնները հասկացել են, որ այն մակարդակի վրա ազգային պետության մակարդակի վրա Վեստֆալյան համակարգը, որը ձևավորել է ազգային պետությունների փոխհարաբերությունների մեջ, այդ մակարդակի վրա լուծումներ չկան։ Աշխարհը փոխվել է, գլոբալիզացիան բերել նրան, որ ամեն ինչ փոխվել է, եւ դու պարտավոր ես ձևավորես քո խնդիրները, քո լուծումները, քո շահերը, նպատակները քաղաքակրթական մակարդակի վրա։ Այդ ճանապարհով գնում է Չինաստանը, այդ ճանապարհով գնում է Հնդկաստանը, այդ ճանապարհով գնում է Իսրայելը, Հնդկաստանը, Իրանը։ Այդ բոլոր ուժային կենտրոններում քաղաքակրթական հարացույցը, պարադիգմը կարելի ասել ձևավորված է։ Վերջի ժամանակները դու հաստատ նկատել ես Ռուբիոն նացածները Վենսը քաղաքակրթության մասին են խոսում, Եվրոպայի հետ քաղաքակրթական հարաբերությունների մասին են խոսում։ Եվ եթե դու ուզում ես մնաս միջազգային հարաբերությունների մեջ, դու պարտավոր ես մտածես, բա դու ով ես այդ process-ների մեջ։ Եվ դու շատ զարմանալիորեն կարող ես հայտնաբերես, որ դու վաղուց ես քաղաքակրթություն։ Հայկական քաղաքակրթությունը աշխարհը վաղուց ձևավորված է որպես քաղաքակրթություն, որը ընդունված է բոլորի կողմից, մեծերի կողմից ընդունված է։ Դու հազարամյակներում այդպես ես եղել։ Բայց հետո 20 դարում վերականգնել ես քո պետականությունը, քո պետական պետությունը վերականգնել ես, որպես ազգ։ Բայց 21 դարում դա հերիք չի Տիգրան։ Եթե դու ուզում ես որպես հայ ազգ շարունակես քո ճանապարհը, դու պիտի վերականգնես ով ես դու որպես քաղաքակրթություն։ Եվ այդ ժամանակ քո պետությունը, քո պետականությունը դառնում է տառերից մեկը ընդամենը։ Որտեղ դու պարտավոր ես հասկանաս, որ դու գլոբալ ազգ ես, դու ունես սփյուռք, որը աշխարհով մեկ տարածված է, եւ հայկական աշխարհի վրա արևը չի մարում։ Հայաստանի Հանրապետության վրա մարում է դուրս է գալիս, բայց որպես քաղաքակրթություն դու միշտ կաս եւ այդ քո շահերը, քո պարտականությունները, քո շահերը, հնարավորությունները գլոբալ են։ Թվում է մեր իշխանությունները չունեն նման պատկերացում ընդհանրապես խնդիրի դրվածք այդպեսին։ Հա, եւ այստեղից հիմնական հարցը ձևավորել է ուրիշ հարցը։ Դու ես հասկացել եմ եւ իմ թիմակիցների հետ հասկացել եք, եթե այդպես է ստացվում խնդրի, դու պետք է ձևավորես այդ հարթակը, այդ մոտեցումը, որը հնարավորություն կտա հայ ազգին սկսել հասկանալ իր դիրքորոշումը տեղը որպես քաղաքակրթություն։ Դու պետք է ենթակառուցվածքը կառուցես, որը հնարավորություն կտա հայ ազգի այդ բոլոր մասինքները, ցանցերը միավորել։ Եվ այստեղ լուսավորչական աշխատանք ու ոչ թե միջև լուսավորչականը դու պետք է կառուցես հնարավորություն այդ տարածքը, որտեղ այդ գաղափարները պետք է սկսեն ձևավորել։ Դու պետք է կառուցես մի տարածք, որտեղ ճարտարապետական մասերսկա կոհանոս պետք է կառուցես, որտեղ այդ գաղափարները, այդ պրոջեկտները սկսում ես հավաքել, այդ ենթակառուցվածքը, ինտելեկտուալ կառուցվածքը, ենթակառուցվածքը, դու պետք է կառուցես, որ կարողանաս սկսես հավաքել հայկական ներուժը այդ խնդիրը դնելու համար, որտեղ նման մեծ խնդիր դնել մի հատ թիմ չի կարող լուծել։ Դու պետք է հավաքես հայ ազգի ողջ ներուժը, ողջ այն անձնավորությունների, հաստատությունների, ցանցերի, որոնք պատրաստ են նայել հայության, հայ ազգին որպես քաղաքակրթություն, բայց ոչ թե որպես պատմություն, որպես անցած ճանապարհ, որպես թանգարան, բայց որպես նախագիծ, որը պիտի շարունակվի 21 դարում, երրորդ հազարամյակում։ Եվ այդ խնդրի դրվածքը երբ մենք հասկացել ենք, պարզ է դարձել, որ դու պիտի սկսես կառուցել այդ հնարավորությունը, որը կտա մեզ այդ հնարավորությունները սկսել կառուցել հայկական քաղաքակրթությունը եւ տեսնել հայկական քաղաքակրթության որպես նախագիծ։ Եվ 2026 թվականի սկզբին մի փոքր թիմ այդ գաղափարները հասկացել են եւ ենք սկսել այդ աշխատանքները։ Այդ աշխատանքները երկու մակարդակի վրա են գնում, կարելի ասել թեորետիկ տեսական այդ ամեն ինչը պետք է ձևավորել, բայց ներքևից պետք է սկսել կառուցել այդ հարթակները, որ հնարավորություն տաս միավորես հայկական ներուժը։ Եվ երկրորդը այստեղ, որը հիմնականը պետք է հասել, ես դրա մասին արդեն խոսում ենք, որ նման նախագիծը չես կարող միայն պարզ լեզվով նկարագրես եւ իրականացնես։
նման բարդ նախագծը, նման բարդ մոտեցումը պարտադրում է օգտագործել բարդ լեզու, բարդ մոտեցումներ եւ դրա համար այս նախագիծը, որը մենք սկսել ենք, ձևավորում է բարդ համակարգերի լեզվով, թեորիայի լեզվով, բարդ մտածելակերպի, ֆիլոսոֆիայի հիմքերի վրա։ Դες մենք նայում ենք Հայաստանին, նայում ենք հայկական քաղաքակրթության աշխարհին, որպես բարդ համակարգ, որը պարտադրում է կիրառել բարդ լեզու, բարդ համակարգեր կառուցել, բայց դա չի նշանակում, որ բառերը չի կարող պարզ լինեն։ Նրանք կարող են եւ կլինեն պարզ, բայց իրանք պիտի իրականացնեն բարդ մոտեցումներ։ Եվ հիմա փորձ հասկանալի է, որ պիտի բարդ լեզվով, որովհետեւ բարդ համակարգ է, բայց գործնական մասը առաջին այդ տարածքը պետք է ձևավորես։ Երկրորդը մենք մտածել ենք պիտի ունենաս առնվազն մի հատ կենտրոն, որտեղ այդ գաղափարները սկսում են հավաքվել։ Եվ հույս ունեմ սեպտեմբերում արդեն մենք կձևավորված կնենք որպես կենտրոն, կա արդեն փոքր թիմ, որ այդ գաղափարները իրականացնում են որպես կայք, որպես թվային կարդակ եւ այլ եւ այլ, եւ այդ ժամանակ ի սկզբանե գրված է գոյաբանական մակարդակի վրա, որտեղ այդ պրոյեկտները պիտի ունենան գոյաբանական մակարդակ եւ մնացած մակարդակները, դա ման չեմ ուզում ման խոսացնեմ, բայց դա որ դա բաց հարթակ է, որ դա բաց նախագիծ է, որ այդ նախագիծը հարթակը, որը կառուցվել է այդ ողջ հայության համար է, չի կարող ինչ-որ մի թիմ յուրացնել ասել, որ միայն ես եմ կառուցում, ոչ, այդ բոլորն են կառուցում եւ բոլորի համար է կառուցվում։ Դրա համար իհարկե այստեղ խնդրեմ է առաջանում եւ հույս ունեմ այդ խնդրի լուծումը կձևավորվի հայության մեջ, հայ ազգի մեջ այն թիմերը, անձնավորությունները, որը պատրաստ են նման մոտեցման։ Դες մենք պիտի նորից վերահիշենք, որ հայերը, հայ ազգը աշխատել է եւ շարունակում է զարգանալ իր ճանապարհը մեծ մասշտաբի վրա։ Մենք իրավունք չունենք, այդ ճոխությունը չունենք ջահել ազգերը, որ ունեն Ադրբեջանը ասենք, հա, իրանք ջահել են 100 տարի, իրավունք ունեն չմտածել դրա մասին։ Դու իրավունք չունես։ Դու պիտի հասկանաս, դու երկար ժամանակներ ես անցել, եւ պիտի երկար մտածես եւ երկար ես գնալու։ Այդ մեծ եւ դու պիտի աշխատես մեծ մասշտաբի վրա։ Դու չես կարող փոքր Հայաստանով սահմանափակվել։ Դու չես կարող սահմանափակվել Մերձավոր Արևելքով։ Չէ, քո շահերը, քո ներկայությունը, քո պատասխանատվությունը, քո առավելությունը գլոբալ է։ Եվ առաջինը մենք որպես հայեր պիտի դա նորից ընդունենք, ոչ թե որովհետև այդպես լավ է, չէ, այդտեղ եւ լավ է եւ վատ է, բայց իրականությունն է այդպես։ Եվ քաղաքակրթական կենտրոնները քեզ այդպես են նայում, Տիգրան։ Ոչ մեկը չի մոռանալու ինչ ես դու կառուցել, ինչ ես դու ունեցել եւ ինչ այսօր ունես, ինչ գանձեր ունես։ Դրա համար եթե դու չես հասկանում, ասում ես չեմ ուզում դրա մասին մտածել, արած ցարեի մեջ է։ Դու կարող ես այդպես ասել, բայց ոչ մեկ աշխարհում չի հավատելու, որ դու իրոք տենց ես մտածում։ Դրա համար առաջինը դու պիտի ընդունես քեզ համար, որ դու մեծ ես։ Երկրորդը պիտի հասկանաս, որ այն լուծումները, որը դու այսօր ունես, փոքր լուծումներ, սահմանափակված լուծումներ չեն աշխատելու։ Եվ այստեղից ծնվում է խնդրի դրվածքը։ Դու պիտի դնես հայկական հայ ազգի զարգացումը, ճանապարհի շարունակությունը մեծ մասշտաբի վրա։ Եվ մենք որպես հետազոտական կենտրոն, գիտահետազոտական կենտրոն կձևավորենք այդ խնդրի մոտեցումը, ոնց մենք ենք պատկերացնում այդ լուծումը եւ պատրաստ կլինենք լսել ուրիշներին, սկսել փոխգործակցություն ուրիշների հետ, անձնավորությունների, կազմակերպությունների, հարթակների հետ եւ նորից եմ կրկնում այդ զարգացող հարթակը, զարգացող մոտեցումը, որը շատ ամբիցիոզ է։ Մենք ուզում ենք հայկական ներուժը սկսենք հավաքել եւ կառուցել այն ենթակառուցվածքը, որը հնարավորություն կտա սկսել մեզ հավաքել այդ ներուժը։ Եվ այստեղ իմ կարծիքով շատ մեծ խնդիրներ, որը մենք կանգնած ենք, կստանան ուրիշ լուծումներ։ Դու մտածում ես հայկական տնտեսության մասին, բայց դու արդեն այդ ժամանակ հայկական տնտեսությունը մտածում ես որպես գլոբալ տնտեսության մի մաս, ոչ թե փոքր Հայաստանը, որը ճակետներով ծաղիկ է ծախում կամ ծիրան է ծախում։ Այդ ուղղության վրա լուծումներ չկա։ Դու պիտի հասկանաս քո տեղ ես փոխվող գլոբալ տնտեսության մեջ, որը կառուցված է գիտելիքների վրա, թվային աշխարհը փոխվող տնտեսության, տեխնոլոգիական ոլորտում փոփոխությունների վրա, քո տեղը որն է, պիտի ձևավորես։ Եթե դու կառուցում ես պետություն 21 տարի համար, դու պիտի հասկանաս, որ ազգային պետությունը քիչ է։ Ազգային պետությունը սպառում է հնարավորությունները, բայց դու որպես քաղաքակրթական պետություն ով ես դու։
Ոնց է ձևավորում Հայաստանը որպես քաղաքակրթական պետություն։ Դու ունես եկեղեցի ոգևոր հաստատություններ, հազարամյակների պատմություն, բայց ամեն ինչ փոխում է։ Քո եկեղեցին 21 դարում երրորդ հազարամյակում ոնց պիտի ադապտացվի։ Բայերով կայում, բայերով հիմքերը եւ այլ, то есть այդ բոլոր քաղաքակրթական կյանքի ձևերի մեջ դու որպես ազգ ոնց ես ձևավորվելու, ոնց ես պատրաստում գործողել, քաղաքակրթական քո գործողությունները ո՞րն են լինելու, եւ մենք հիմա կփորձենք ձևավորել այդ մեթոդները, այդ լեզուն, որով խոսելով մենք կկարողանանք ձևավորել հայկական քաղաքակրթությունը 21 դարում, ոչ թե որտեղ ինձ համար դա հաճույք է, իհարկե դա հաճույք է կառուցել, բայց ես խորքին համոզմունք եմ, որ ուրիշ լուծում չունենք։ Փոքր Հայաստանը ձևավորված, որը իր փորձում է իզոլացված գոյատևի, մենք կգոյատևենք 10 տարի, կարող է 100 տարի, բայց կայծակին ման զարգանալ, զբաղեցնել ուրիշ տեղես աշխարհում, դա պարտադրում է գտնել քո տեղը քաղաքակրթությունների մեջ եւ այդ քաղաքակրթության էկոսիստեմայի մեջ գտնել աշխարհի տեղը եւ ֆունկցիաները։ Հայկական քաղաքակրթություն, քո տեղը երրորդ հազարամյակում ո՞րն է։ Եթե մենք որպես ազգ չձևավորենք պատասխանը, մենք համոզված եմ մեր խնդիրների 90%-ի պատասխանը գտնել չենք կարողանալու։ Այո, կարծում եմ հետաքրքիր կլինի, երբ ձեր կենտրոնը բացվի, ամեն դեպս ամբողջ աշխարհում կան հայկական այդպիսի կենտրոններ, որոնք որ փորձում են խնդիրը լուծել, եւ եթե լինի խնդրի խորը ձևակերպում, կարծում եմ նրանցից յուրաքանչյուրը կգտնի իր մասը այդ ընդհանուր ձևակերպած խնդիրների մեջ։ Մենք կանդրադառնանք այդ հարցերին հետագայում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել հետաքրքիր զրույցի համար, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։